Թող Աստծանը փառավորվի քույրեր շան, եղբայրներ շան։ Մեր Աստված կենթանի Աստված է, մեր Աստված զորեղ Աստված է։ Մեր Աստծո խոսքը կատարվել է, կատարվում է ու կատարվելու է, փառք իրան, իր խոսքին։ Այսօր բոլորս գիտենք քույրեր շան, եղբայրներ շան, այսօր Պենտեկոստեի օրն է, Սուրբ Հոգով մկրտվելու, Սուրբ Հոգով լեցվելու, Աստծո հետ մեկանալու օր է։ Ու երբ որ առավոտյան աղոթք է անում, Աստծո ներկայությունն է խնդրում։ Ես համոզված եմ, որ շատերս այսօր այդ փափագով ենք եկել, ծոմով, աղոթքով, այն վստահությունով, որ այսօր այս դահլիճում Աստծո ներկայություն իջնելու է, ու ինչպես շատ տարիներ, որ Պենտեկոստի օրը մարդիկ Սուրբ Հոգով մկրտվել են, այսօր նորից այդ Սուրբ Հոգու մկրտություն ներնելու է, այսօր նորից լեցվելու ենք, այսօր նորից զորանալու ենք։ Գիտեք քույրեր ջան, եղբայրներ ջան, Սուրբ Հոգու պարգևը, երբ որ Աստծո խոսք ավետարանը կարդում ենք, դա խոստմունք է։ Ու Աստծո ամեն մի խոստմունքը կատարվում է։ Տեսեք, երբ որ կարդում ենք Հովանու ավետարան 14-րդ, 16-րդ, 14-րդ գլուխ 16-րդ խոսքը Հիսուս Քրիստոսը երկինք համբարձվելուց առաջ ինչ ասում. «Եվ ես հորը կաղաչեմ, եւ ուրիշ մխիթարիչը կտա ձեզ, որ մնա ձեզ այդ հավիտյան ճշմարտության հոգին»։ Տեսեք ժողովուրդ ջան, Հիսուս Քրիստոս ասում է, եւ ես հորը կաղաչեմ, կխնդրեմ, որ ուրիշ հոգի տա, ճշմարտության հոգին տա, որ ձեզ հետ միշտ հավիտյան մնա։ Ինչքան կարևոր է Սուրբ Հոգին մարդու կյանքում, որ Հիսուս ասում է, գիտես ինչ, ես հորը կաղաչեմ, որ մենք որբ չեղնենք, որ մենք մենակ չեղնենք։ Այսօր Հիսուս Քրիստոսը հոր աղաչել է, խնդրում է, որ Սուրբ Հոգի Աստծուն ուղարկի, որ այդ Սուրբ Հոգի Աստված գա իմ ու քո ներսում բնակվի։ Ինչ որ Աստծո կողմանից մարդը, որ Աստծուն մոտենա, Աստված ամեն ինչ անում է, այսօր հերթը իմ ու քոնն է, այսօր հերթը իմն է, որ ես իմ սիրտը դատարկեմ։ Երբ որ ավետարանը կարդում ենք, մարգարեն ինչ ասում, ասում է իմ սիրտը ջրի նման թափում եմ քո երեսի առջև։ Այսօր սիրտը թափի Աստծո առջև։ Այսօր ես եւ դու ամեն մեկս մեր ուժերին չվստահենք, քուրս ու աղբերս, որ նայում ենք Աստծո աչքերով մեզ, մենք արժանիք չունենք։ Վաղնի արժանիք չենք ունենալու, մեր արժանիքը Հիսուս Քրիստոսն է, փառք իր անվան։ Մեր արժանիքը Հիսուս Քրիստոս մորթված գառն է, որ իր արյունով իմ եւ քո բոլոր մեղքերը վերցրեց, խաչին գամեց, ու ասում է, գիտես ինչ, այդ ճշմարտությունը քո ներսում է, այդ ճշմարտությունը ամուր բռնի ու առաջ գնա։ Բայց այսօր շատերս նայում ենք մեր վիճակին, նայում ենք մեր անկարողությանը, նայում ենք իրավիճակին ու չենք կարողանում առաջ գնանք։ Քուրս աղբերս, դա սատանայի խաբկանքն է, որ դու նայես քո վիճակին, տեսնում ես անկարող, տեսնում ես ընկած, տեսնում ես տկար, աղոթելը չի գալիս, կարդալը չի գալիս, բայց այսօր քուրս ու աղբերս, Աստված ինձ ու քեզ բերել աստեղ, ու ասում է, գիտես ինչ, ես աղաչել եմ, խնդրել եմ Աստծուն հորը, որ Սուրբ Հոգին ուղարկել է քո մեջ, այդ ճշմարտության հոգին քո մեջ է, ու հավիտյան քեզ հետ է եղնելու։ Բերեք այսօր ես եւ դու այդ հավատքով առաջ գնանք։ Հաջորդ համարը, երբ որ կարդում ենք նորից Հովանի ավետարան 14-րդ գլուխ 26 համարը, տեսեք ինչ ասում։ Ասում է, բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ հայրը կուղարկե իմ անունով, տեսակ, ընդեղ ասում է, ես հորը կաղաչեմ, կուղարկի, ուստեղ ասում է, որ հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորացնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ, ինչ որ ձեզ ասեցի։ Տեսնում ես Սուրբ Հոգու կարևորությունը մարդու կյանքում ինչքան կարևոր է, ասում է ամեն բան կսովորեցնի ձեզ։ Իսկ Սուրբ Հոգին մարդուն ինձ եւ քեզ ինչ է սովորեցնելու, մեղքից հեռու կյանք, Աստծո խոսքը ապրելու կյանք ապրի։ Սուրբ Հոգին մարդու ներսում, մարդուն սովորացնում է, որ դու այս քաղաքից չես, այս երկրից չես, այդտեղ ժամանակավոր ես, դու հավիտյան ապրելու ես երկնքում, պետք է ձև ապրես։ Սուրբ Հոգուն մարդուն հանդիմանում է մեղքի համար, անօրնության համար, աննազանդության համար,
Բայց շատերիս կյանքում քուրեր ջան, եղբայրներ ջան, բերեք անկեղծ եղնենք, եթե այդ հանդիմանությունը չկա, եթե այդ խրատը չկա, այսինքն մինչև այսօր ես Սուրբ Հոգու հետ գործ չունեմ։ Ուզում ես քեզ էլ Աստծո խոսքը առաջնորդի, ուզում ես քեզ էլ Աստծո խոսքը սովորեցնի, ոնց ճիշտ կյանք ապրես։ Խնդրի Սուրբ Հոգին գա քո ներսում։ Այդ ճշմարտության հոգին գա քո ներսում ու քեզ սովորեցնելու է, ասում է կուղարկեմ անով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն օր ինչ որ ասեցի, ինչն է մեզ սովորացնելու, Աստծո խոսքը։ Այն շատ ժամանակ, որ խոստովանվում ենք, ասում ենք, գիտես ինչ, կարդում ենք ու ամեն բան չենք հիշում։ Այսօր Աստված Հիսուս Քրիստոսն ասում է, որ Սուրբ Հոգին քո ներսում եղնի, տեղը գա, պարագան գա, ինքը քեզ հիշացնելու է, ինչ է հիշացնելու, Աստծո խոսքը, ինչ է հիշացնելու, որ դու վերստին ծնված մարդ ես, որ դու պետք է սուրբ կյանք ապրես, ինչ է հիշեցնելու, որ աշխարհը քեզ է նայում, հեթանոսները քեզ են նայում, անապաշխար մարդիկ քեզ են նայում, իսկ քույրեր ջան, եղբայրներ ջան, անապաշխար մարդիկ, երբ որ ասում են հավատացյալ, ինքը գիտես ինչ է հասկանում է, որ մեղքից հեռու ապրող մարդ, սուրբ կյանք ապրող մարդ, մի ուրիշ մարդ, Աստծո խոսքով մարդ, տարբերվող մարդ, այս աշխարհից վերացած մարդ, ես այդ մարդն եմ, թե այդ մարդը չեմ։ Անապաշխարը, որ ասում է այն մարդը հավատացյալ, արդեն դա է մտածում, որ այն մարդը սուրբ կյանքով ապրող մարդ է, բայց այսօր ես այդ մարդն եմ, թե այդ մարդը չեմ։ Եթե այդ մարդը չեմ, ես կարիք ունեմ, այսօր խնդրեմ Սուրբ Հոգին իմ ներսում գործի, եթե Սուրբ Հոգով ես մկրտված չեմ, վերջում եղբայրը կոչ անելու, առաջ արի, մի ամաչի, թող Սուրբ Հոգին գա, որ քեզ սովորեցնի, որ այս մեղքի աշխարհի մեջ դու ոնց ապրես, որ ինչ եղնես, աղ եւ լույս լինես, դու ոնց ապրես, որ քեզ մատով ցույց տան, ասեն իրապես այս մարդը Հիսուս Քրիստոսի զավակն է, իր աշակերտն է, իրան հետևողն է, կանչի, աղոթի, իսկ եթե շատերս եք, քույրեր ջան, եղբայրներ ջան, Սուրբ Հոգով մկրտված ենք, ուզում եմ մի հատ համար եք կարդամ ու կանգնենք աղոթքի, տեսեք, երբ որ կարդում ենք Առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 19-րդ համարը ինչ ասում, կամ չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք, եւ ձերինը չեք, տես ինչ ասում, ասում է դուք չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար է, որ Աստծուց է ու ձերը չի։ Այսօր եթե Սուրբ Հոգով ես եւ դու մկրտված ենք, ես եւ դու վերստին ծնված մարդ ենք, ես եւ դու սպասում ենք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, քուրս ու աղբերս, Աստծո խոսքը ասում է, չգիտես, ինչու ես մոռացել, որ դու տաճար ես, այս մարմինը որ կա, սա պետք է Աստծուն ծառայի, այս մարմինը որ կա, սա պետք է Տիրոջ փառքը պատմի, ասում է, ձերը չէ, որովհետև ասում է, մեծ գնով գնվեցաք։ Այսօր Երանի իմ ու քո հոգու աչքերը բացվի, մի պահ հասկանանք, բայց ես էլի պատկերացնում եմ, մարդը չի կարող հասկանա իր համար ինչ գինա դրած։ Մարդը կարող մի փոքր պատկերացնի իր համար ինչ գինա գրված, բայց այդ ամբողջությամբ գինը, որ ինձ ու քեզ տված է, որ երկինք հասնենք, մարդուն չի կարողանալու բացվի։ Ուստի փառավորեցեք Աստծուն, ձեր մարմնումը, ձեր հոգումը, որ Աստծունն են։ Տեսեք, այս մարմինը ասում է Սուրբ Հոգու տաճար է, Աստծո տաճար է, միապականի, ասում է այս մարմինը թող փառավորի Աստծուն, հոգիդ, որ Աստված իմ ու քո ներսում հոգի ադրե, թող փառավորի այդ Աստծուն, որ այս մարմինները Աստծունն է, մենք գնալու ենք երկինք քուրս ու աղբերս։ Դրա համար աղոթքից առաջ ուզում եմ խորհուրդ տամ, եթե կընդունեք Աստված օրհնի ձեզ, որ կանգնենք աղոթքի, սիրտդ բացի Աստծո առաջ, ինչ որ սրտիդ մեջ կա, միևնույնն Աստված գիտի, միևնույնն Աստված տեսել է, միևնույնն վաղ իմ հետ ինչ որ կատարվելու է Աստված գիտի, որ ես չգիտեմ, անկեղծացի Աստծո առաջ։ Երեք երբ որ երիտասարդական էր, սենց զրույցով անցկացրինք, Սուրբ Հոգուց էինք զրուցում, վերստին ծնունդուց էինք զրուցում, ու գիտեք, քուրերից մեկին երբ որ ասեցի, քո մկրտությունը Սուրբ Հոգով պատմի, ինչ ասավ,
Հավատաց Աստծո խոսքին, որ Սուրբ Հոգին դապարգևա, քայլ արավ եկավ առաջ, երրորդ քայլը գիտես ինչ արե, զղջացել է, խոստովանվել է, ինչ որ կա, փոշմանել է, բերել Աստծո առաջ ու Սուրբ Հոգով մկրտվել է։ Այսօր ինչ են մանուկները նայում ես, ավելի շատ մկրտվում, քան մեծերը, որովհետև մանուկ են։ Ու Աստծո խոսքին ձև քեզ հիշացնում է, ասում է մինչև մանկան հավատք չունեցար, այսինքն պարզ չեղար, մաքուր չեղար, դու երկինք չես գնալու։ Ինչ ասավ Նիկոդեմոսին, ասավ մինչև վերստին չծնվես, երկնքի արքայություն չես մտնելու։ Քուրս ու աղբերս, այսօր մենք մեր հոր երկիր ստեղծող Աստծո շառանգներն ենք։ Գիտեք, իմ հոր ունեցվածքը իր երեխեքինն է, քո ունեցվածքը քո զավակներինն է։ Ամեն ծնող իր ունեցվածքը թողում իր զավակներին, իր զավակներն են ժառանգում։ Այսօր դու երկիր ստեղծող Արարչի զավակն ես, ու դու երկնքում բնակարան ունես։ Գնա քո ժառանգության հետևից։ Ինչ ես թողում քո ժառանգությունը ուրիշին։ Գիտես, այդ բնակարանը դատարկ չի մնալու, այդ բնակարանը տեր ունենալու։ Եթե այդ բնակարանի հետևից ես եւ դու չգնացինք, եթե ես եւ դու ծնողին ոչ պիտանի զավակ եղանք, աննազանց զավակ եղանք, այդ ունեցվածքը մերը չի եղնելու։ Շատերը գիտեք, չէ, որ մարդիկ կան, ունեն շատ զավակներ, այդ զավակները ծնողներին տիրություն չեն անում։ Կողքից մարդը գալի տիրություն անում, վերջ է ծեր մարդը այդ իր ունեցվածքը տալիս է, վերջի օրը ով որ իրան տիրություն արավ։ Այսօր դու ժառանգություն ունես, այսօր դու Հիսուսի ժառանգն ես, բնակարան ունես, երկնքում պատրաստված փառահեղ փառքերի մեջ բնակարան ունես։ Գնա այդ բնակարանի հետևից։ Այդ ժառանգության հետևից գնա, սատանան կարա քեզ խաբի, ասել այդ քոնը չի, դու ես մարդն ես, մի հավատա, դու Հիսուս ունես, որ իր ձեռքը մեկնած է, ու այսօր այդ ձեռքը այդ բազուկը ստեղ է, ու ես հավատում եմ, բերեք կանգնենք քույրեր ջան, եղբայրներ ջան, մեր տերունական հայր մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքը, ու աղոթքի ընթացքում մեր սիրտը ջրի նման թափենք Տիրոջ երեսի առջև, ու ասենք Տեր Աստված, այդ Սուրբ Հոգի զորությունը, այդ կրակը տուղարկի, որ լեցվենք, որ վառվենք, որ բորբոքվենք, բերեք մեր տերունական հայր մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքը։